Ճշմարիտ խոսք հաղորդաշարը կրկին ողջունում է ձեզ։ Բարի օրհնյալ օր, սիրելի բարեկամ։ Այս հաղորդման ամբողջ նպատակը մեկն է, որ անդրադառնանք Աստվածաշնչյան ճշմարտություններին եւ խոսենք այնպիսի թեմաներ, որը հաճախ չեն կարողանում խոսել կիրակնօրյա ժողովներին կամ ուղիղ եթերների ժամանակ։ Այսօր սրտիս մեջ կա ճշմարիտ խոսք հաղորդաշարի տաղավարից ձեզ հետ կիսվելու 3 գրքերի մասին։ Իմ ընկալմամբ Աստվածաշնչում գոյություն ունի 3 գրքեր՝ մարդու համար, մեկ անձի համար, ենթադրենք ինձ համար եւ քեզ համար, ով էլին ես, Հայաստանում ապրես թե Հայաստանից դուրս, հայախոս քրիստոնյա։ Քեզ համար գոյություն ունի 3 տարբերակ, 3 գիրք, 3 ուղղություն, բայց այդ 3-ը կանգնած են քո դրան առաջ, որը ընտրես, որին թույլ տաս քո կյանք մտնի, դա էլ կկատարվի։ Այդ 3 գրքերը շատ կոնկրետ են ու շատ հստակ են։ Գոյություն ունի Աստծո գիրք քեզ համար, գոյություն ունի քո սեփական գիրքը, քո ընկալումները, քո ինտելեկտը, քո հասկացողությունը եւ գոյություն ունի ամենաահուսարսափը, սատանայի գիրքը քեզ համար։ Երբ որ ես ասում եմ գիրք, նշանակում է սևով սպիտակի վրա գրված, այսինքն գրավոր, այսինքն թղթով ու թանակով հաստատված, որը չի ջնջվում։ Այսօր բանավոր խոսքը արժեք չունի, որտեղ մարդը ասեց, հետո կարող ես ասել դու ես ասել, մարդը կարող հրաժարվի, որտեղ ոչ մի հաստատում չկա, բայց այն ինչ որ գրված է ու գրողի կողմից ստորագրված է, նորից գրված է, ուրեմն դա այլևս հերքել, ուրանալ չի կարելի։ Եվ դրա համար այս գրվածքը Սուրբ Գիրքն ասում է շատ լուրջ է, որը ընդունես, դա էլ քո կյանքում կկատարվի։ Իրականում Աստված Երեմիայի մեջ ասում է. ես ճանաչում եմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, դրանք բարի խորհուրդներ են։ Ես ուզում եմ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Ո Թեր Աստված, քո գրքում ես համար որքան կարևոր բաներ ես գրել։ Եթե դա ինձ ձեռ չի տալի, վերցնում եմ գրիչը եւ գրում եմ իմ պես, իմ ուզած պես իմ կյանքը, հարուստ լինեմ, շատ գեղեցիկ լինեմ, գրավիչ լինեմ, մյուսներին գերազանցեմ, լավ մեքենա եւ այլ, դատարկ բաներ, շնչավոր բաներ, ժամանակավոր բաներ, որը հավատացեք, ինչ որ նշեցի, ով էլ որ ունի, երջանիկ չի դրանցով։ Իսկ սատանան գրում է ամենաահավորը, գրում է կյանքից խլելը մահը, փչացնել հարաբերությունները եւ իրականից գողանալ քո ունեցածը, գողանալ ուրախությունը, գողանալ հույսը, գողանալ խաղաղությունը, փոխարեն տալ նևրոզ, ուրեմն ինչպես անենք, որ Աստծո գրվածքը մեր կյանքում կատարվի։ Տեսեք, եթե այստեղ մենք անդրադառնում ենք Աստծո գրքին, սա Աստծո գիրքն է քեզ համար, վերցնենք սա, եթե ես բացեմ յուրաքանչյուր էջ, բացվեց Սաղմոսները, այստեղ այս Սաղմոսներում գրված է քեզ համար բարին, օրհնյալը, եթե խրատ է, քո փրկության համար է, եթե հորդոր է, քո ավելի հաջողվելու, օրհնվելու համար է, եթե հանդիմանություն է, քո փրկվելու համար է, եթե կանչ է, քո սրբանալու համար է, Աստված իր բոլոր ուղղությունները տվել է քեզ համար։ Նա այստեղ չի գրել իր համար, ինքը դրա կարիքը չունի, նա այստեղ ամենը գրել է քեզ համար, որտեղ այս գիրքը մարդու մասին է ու Աստծո մասին է։ Այս գրքում 2 անձ կան, մարդ եւ Աստված։ Իսկ երրորդը, որը սատանան քիթը խոթում է ու մխրճվում է, Աստծո հավիտենական թշնամին, նպատակը մեկն է, որ փչացնի Աստծո փառավոր գրվածքը քո համար։ Ես վերցրել եմ Աստվածաշունչ Մատթեանը, որը շատ մի թանկ անձնավորությունից եմ նվեր ստացել Միացյալ Նահանգներում եւ շատ ամուր եմ պահում, եւ այս իսկապես գեղեցիկ թարգմանության մեջ, երբ որ ես կարդում եմ, տեսնում եմ Աստված ինչ է տարքիր է խոսում։ 23 Սաղմոսն ասում է. Տերը իմ հովիվս է։ Նա իսկապես ինձ հանգստացնում է կանաչ տեղերում եւ հանդարտ ջրի մոտ է տանում։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Տեր, այսինչ հոգացություն ես գրել իմ մասին։ Տերն ասում է. ես քեզ հետ եմ միջև աշխարհի վերջը։ Հալելույա։ Սա Աստծո գրվածքն է քեզ համար։ Կուզես Աստված ինքը գրի քո կյանքի համար, ինքը ծրագիր կազմի։ Վստահ ինչ ծրագիր էլ դու կազմես քեզ համար, նսեմ է համատած Աստծո ծրագրին։ Իսկ Աստծո ծրագիրը սկսած Ադամից մինչև հայտնության վերջին մարդը բարի է մարդու համար։ Սա Աստծո տարբերակն է։ Երկրորդը մարդու գիրքն է։ Մարդու գիրքը, այսինքն իմ հասկացողությամբ, իմ պատկերացումներով, ընկալումներով ինձ մասին, ինչ կուզեի ինձ համար։ Այսպեսի մի գրված կա, եթե չսխալվեմ, Թումանյանի գրվածներից է, որ ասում է մի անձնավորություն, որը ագահությունից, այդ հրաշագործից ուզում է մի բան, ասում է ինչ ուզես կանեմ քեզ համար, ասում է ուզում եմ ինչին կպնեմ դառնա ոսկի։ Մարդը իր համար գրեց ինչին կպնեմ դառնա ոսկի։ Եվ այդ ծերունին ասում է քո ցանկությունը կկատարեմ։ Եվ այս մարդը ինչին կպնում է դառնում է ոսկի, սեղանին դարձավ ոսկի, վերջապես հանդերձին դարձավ ոսկի, ամեն ինչ դարձավ ոսկի, տունը, անկողինը, աթոռը, ամեն բան, մարդը հոգնեց։ Մի փոքր ճաշեմ։ Կպավ վերջապես այդ կերակուրին դարձավ ոսկի, կպավ հավիմսին դարձավ ոսկի, մարդը նեղվեց, երկու ձեռքով ասեց, ես ինչ արեցի, ինքն էլ դարձավ ոսկի։
Սա մարդու գրվածքն է։ Մարդ իր համար գրում է փակուղիներ, որտեղ մարդը ապագան չգիտի, սիրելիս, քույրս, եղբայրս, քեզ թվում է, որ դու քո համար հրաշալի ծրագիր ես կազմել։ Մի հատ թանկարժեք մեքենա, երկհարկանի տուն, գեղեցկուհի կին, շատ խելացի երեխաներ, լսեք, հարցրեք նրանց, ովքեր ունեն, միգուցե հարմար օրինակ չի, գեղեցկուհի կին ունեն, արդեն երեխաներ ունեն։ Դա է կյանքի երջանկությունը։ Եթե ներսը դատարկ է, շուրջդ ինչ է լինի, միևնույն է ուրախություն չկա։ Աստված ասում է, քո կյանքի մեջ դու կարող ես գրել շատ շռայլ բաներ, բայց այստեղ տեսեք ինչ է գրված. իմ եսը, իմ էգոն, միայն ես։ Իմ եսը, իմ էգոն, միայն ես։ Մարդը այստեղ խոսում է իր էգոիստության մասին, էգոյի մասին, իր եսակենտրոնության մասին։ Մարդու էությունը այսպիսին է, եւ երբ որ մարդը իսկապես իր կյանքի համար գրում է, ինքը լավ լինի, իրեն լավ լինի, ամեն ինչ իրեն, բոլորը իրեն, եւ մարդը երբեք կշտանալ չգիտի։ Սա մեր ծրագիրն է, որը հաճախ ասում եմ ձեզ, մարդու կյանքի իր մասին գրվածքը սեփական ձեռքով փակուղի է։ Երրորդը, որ ամենաահասարսուրն է, դա սատանայի գիրքն է մեզ համար։ Սատանայի գիրքը մեզ համար արդեն սրա մեջ գալիս է մի ահավոր մի բան, որ այստեղ ես դիտավորությամբ գրիչով սևագրել խզբզել եմ, տեսեք։ Ինչ է գրել սատանան քեզ համար իր գրքում։ Եթե դու այս գիրքը վերցնես, հավատաս սատանայի ստին ու գայթակղությանը, որ ինքը քեզ համար բերել է մի հաճույք, դա թմրանյութն է։ Բերել է մի վերջապես վեհ մի հաճույք, դա վերջապես խմիչքն է, հարբեցողությունն է, ցիկին է, օղին է, կոնյակն է եւ այլը։ Դրանք բոլորը գարեջուրը, դրանք բոլորը նույն կատեգորիան են, անուններն են տարբեր, բոլորն էլ ունեն սպիրտային մաս։ Եվ նա քեզ համար գրել է ծխախոտ, ծխիր, որ ատամները չթափի։ Ինքը գրել է քեզ համար վերջապես ցանկամոլություն, նայի ուրիշի կնոջը, նայի ուրիշի աղջկան, վերջապես ցանկացի ուրիշի ունեցվածքին, մի ուրախացի ուրիշի հաջողության վրա, ինքը դա է գրում։ Ինքը նսեմ է, ու նսեմը ինքը ուրիշ բան չի կարող գրել, եւ տեսեք ինչ է նա գրել. ձախողում, պարտություն, նևրոզ, հիասթափություն, հիվանդություն, մահ, ատելություններ, դավաճանություն, հարբեցողություն, թմրամոլություն, անհավատարմություն, դժոխք, կրակ, կրակի լիճ։ Ինքը գիտի, որ ինքը վերջնական հասնելու է կրակի լիճ, ինքը քեզ էլ է ուզում հետը տանի։ Սա իր գիրքն է քեզ համար։ Կուզես այս ամենը կատարվի քո կյանքում, այո ասա մեղքերին, այս յուրաքանչյուրին, ու սա կմտնի կմխրճվի քո կյանքի մեջ։ Այս 3 տարբերակներից որը կկատարվի իմ կյանքում, ինչպես անենք, որ Աստծո գրված կկատարվի, դու ես որոշողը, դու ես ընտրողը։ Ամեն ինչ քո ձեռքերում է, սիրելի քույրս, եղբայրս, իսկ որպես աստվածաշնչյան հիմք, քանի որ ճշմարիտ խոսք հաղորդաշարը բացառապես հենված է Աստծո խոսքի վրա, ես ուզում եմ կարդամ Դավթի գրվածներից 139-րդ Սաղմոս, գրված է 16-17 համարը կարդում եմ ձեզ համար եւ ինձ համար։ Քո աչքերը ինձ տեսան, Տիրոջ խոսքն ասում է, քո աչքերը ինձ տեսան, իմ կերպարանքը դեռ անպատրաստ, քո գրքում գրված են այն բոլոր օրերը, որ լինելու են, երբ որ դրանցից մեկը դեռ կատարված չէր։ Քանի պատվական են քո խորհուրդները, ով Աստված, քանի մեծ է նրանց թիվը։ Քո բոլոր գրվածները իմ օրերի համար գրված էր, երբ որ ես դեռ ծնված չէի, մորս որովայնում դեռ ձևավորված չէի։ Քո գրքում գրված էր ամենը իմ մասին, որ իմ ծնողը դեռ չգիտեր, որ ինձանով վերջապես զավակի է սպասում, հղիություն ունի, եւ ինքը չգիտեր վերջապես իր հղիության ընթացքում ես իմ սերը տղա է թե աղջիկ, իմ բնավորությունը, իմ հասակ, իմ աչքերի գույնը, մազերը, ոչինչ չգիտեր։ Բայց Աստված արդեն գրել էր, ձեռագրով գրել էր, իսկ Աստծո ձեռագիրը ամենափառավորն է, ամենագեղեցիկն է։ Աստծո գրվածքի մեջ նսեմություն չկա, պարտություն չկա, Աստծո գրվածքի մեջ կան փորձություններ, բայց հաղթելու համար, կան դժվարություններ կայանալու համար, կան իսկապես հարվածներ ավելի ամրապնդվելու համար, բայց նաև կա հաղթանակ, փառք, զորություն, փառք է իրական պսակը, որ Աստված խոստացել է իրեն սիրողներին։ Հիմա ուշադիր, Հայտնություն 20-րդ գլուխ 12-րդ համարը ասում է եւ գրքեր բացվեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացվեցավ, որը կյանքի գիրքն էր, բայց գրքեր բացվեցան ու բոլորը դատվեցան այդ գրքերում գրվածների համապատասխան։ Այսինքն յուրաքանչյուր մարդ իր կյանքի համար Աստծո կողմից ունի գրված, դա հիշատակած գիրքն է, նա ամեն բան ֆիքսում է, ամրապնդում է, որ դու այսպես ապրեցիր, բայց Տեր, ո՞րն էր քո ծրագիրը։ Ես գիտեմ իմ խորհուրդները ձեր մասին, ձեզ ուզում եմ տամ ապագան եւ հույսը։ Եթե դու թույլ տաս, ես կօրհնեմ քո կյանքը։ Լսեք, Աստծո ծրագիրը շատերի համար այդ նսեմը չէր, ոչներ ասում են դե Աստված ինքն էր որոշել, ուզեր չուզեր Հուդան պիտի մատներ։ Այդ հարցերի մեջ չմտնեմ, որպեսզի վիճաբանություն չլինի, բայց ամեն մարդ ինքն է կատարում իր կյանքի որոշումը։ Հուդան ընտրեց սատանայի իրական տարբերակը։
եւ դրա համար էլ արեց դա։ Եվ այստեղ տեսնում ենք Պետրոսը ընտրեց իր տարբերակը. ես հերոս եմ, ես ուժեղ եմ, ես կարող եմ միջև վերջ հավատարի մնալ եւ ձախողվեց։ Բայց երբ որ Պետրոսը վերադարձավ Աստծո տարբերակին, Հիսուսն ասեց. «Սիրում ես ինձ»։ Այո, գնա արածեցրու իմ գառները։ Աստված մի շատ կարևոր իսկապես խորհուրդ ունի, որ եթե դու թույլ տաս, ես կգրեմ իսկապես քո կյանքի մեջ։ Եվ կուզեմ մի համար ընթերցեմ ձեզ համար, որը շատ կարևոր է, սիրելիներս, գրված է Կողոսացիների գիրք, Կողոսացիների 2-րդ գլուխ 14-15 համարը։ Այս վերջերս ես խոսեցի սրա մասին եւ սա այնքան ցնցեց իմ սիրտը։ Եվ ասում է. «Եվ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը»։ Օ, հալելույա։ Որքան կարևոր խոսք է սա։ Նա ջնջեց մեզ հակառակ ձեռագիրը։ Հետարքիրը ով է մարդուն հակառակ գրում։ Ով է մարդուն հակառակ գրում։ Սատանան։ Դա իր ձեռագիրն է։ Եվ ասում է հրամանները, որ մեզ հակառակ էր, եւ նրան վեր առավ մեջտեղից եւ խաչապայտի վրա բևեռեց։ Եվ իշխանություններին ու պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց եւ նրանց հաղթանակեց իր մարմնի մեջ։ Հիմա ուշադիր։ Ձեռագիրը Տեր Հիսուսը ջնջեց իր խաչով, մահով ու հարությունով եւ հրամանները հակառակ ջնջեց։ Այսինքն ինչ է նշանակում։ Ձեռագիրը, որ Սատանան ձեռագիր, այսինքն սևագիրը, որ նա սևագրել էր ամուսնանաս, բայց անպտուղ մնաս, դժբախտ լինես, ատեք իրար, դավաճանեք, սիրեկան ունենաս, վերջապես թմրամոլ լինես, խաղամոլ լինես, ցանկամոլ լինես, ուրիշի ունեցվածքի վրա չուրախանաս, ուրիշի հաջողության վրա չուրախանաս, ցանկանաս այդ մարդու մեքենային, տնին, վատ բաներ, ծառայող ես, բայց մի օրտնի մյուս ծառայողին, հոգևոր ես, բայց մի օրտնի մյուս եկեղեցին, հովիվ ես, բայց մի ուրախացի մյուս հովվի հաջողության վրա։ Սրանք սատանայի ձեռագրներն են։ Որտեղ էլ որ Աստված քեզ հասցնի իր ծրագրով, միևնույն է, նա կգա իր սևագրով, որ քեզ գայթակղեցնի, նորից քեզ վերադարձնի այստեղ, էս է իր նպատակը։ Քեզ այստեղից այս փառքի իշխանությունից տանի այստեղ գերության մեջ, եւ Աստծո նպատակը գերությունից քեզ տանի իր փառավոր ծրագրի մեջ, որ ասում է Պետրոս առաքյալ ասում է սատանայի իշխանությունից Աստված մեզ բերեց իր արքայության մեջ։ Որոշների համար այսպես է, որ Աստված հակառակորդի ձեռքից մեզ վերցրեց ու բերեց իր գերության մեջ։ Ոչ սիրելիներ, մենք ազատի որդիներ ենք ու Աստված գրել է մեր կյանքում ազատ կանք, որոշողը դու ես, բայց եթե խորհուրդը լսես, քո կյանքում կկատարվի։ Հիմա հարց. ո՞նց անեմ, որ Աստված գրի իմ կյանքում։ Ո՞նց անեմ, որ Աստված գրի իմ կյանքի համար։ Ուրեմն այս 3 են գրքերը՝ Աստծունը, Մարդունը, քոնը եւ Սատանայինը, բայց գոյությունն իմ մեկ գրիչ։ Սա իմ հասկացողությունն է, կարող ես չհամաձայնվել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Գոյությունն իմ մեկ թագավորական, իշխանական գրիչ, եւ դա քո ազատ կամքն է, եւ դա քո որոշելիքն է, քո ընտրությունն է, որտեւ Տիրոջը խոսքը 2-րդ Օրինացի գրքի մեջ ասում է. այսօր երկինք երկիր վկա եմ կանչում, որ կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը քո առջևը դրեցի, որ ընտրես, դա էլ քեզ կպատահի։ Այսինքն ընտրողը ես եմ, որոշողը ես եմ, այո սիրելիս, կյանքի որոշման էպիկենտրոնը դու ես, ով մարդ, կին թե տղամարդ, պատանի դեռահաս թե մեծահասակ, գրիչը, սա քո կամքն է, սա քո իրական ընտրությունն է, սա քո ազատ կամքն է, տուր Աստծուն այս գրիչը, ես տալիս եմ Աստծուն, եկեք խորհրդանշական ասենք, ես տալիս եմ Աստծուն այս գրիչը եւ ասում եմ Տեր, դու իշխանությունն ես իմ կյանքում գրելու, ես վստահում եմ քեզ, Տեր Հիսուս իսկապես ինչ կգրես եւ Տերը կասի, հիմա ես կասեմ ինչ կգրեմ, ահա այն թուղթը, որ ես կազմել եմ, ահա, սա այն թուղթն է, ուշադիր, Տեր Հիսուս, ախր ստեղ ոչ մի բան չկա, սա ամբողջը սպիտակ է, այո, դու ներքևում պետք է ստորագրես, դու ներքևում պետք է ստորագրես, ես հիմա, սիրելիներս, փորձեմ իմ ոչ այնքան հաջող ստորագրությունը դնեմ եւ տեսեք ինչ է այստեղ կատարվում։ Ես ստորագրեցի մի սպիտակ թղթի տակ եւ այս սպիտակ թուղթը այլևս վավեր է այն իմաստով, որ նոր Աստված կսկսի գրել։ Նա ուզում է առաջինը քո համաձայնությունը, քո վստահությունը։ Ոչ թե որ Աստված նոր պետք է ծրագիր կազմի, այլ միջև քո ծնվել ուներ ծրագիր, բայց դու չես տեսնի դա երբեք, միջև որ իսկապես չկամենաս։ Դու երբեք չես տեսնի, միջև որ վերջնական չվճռես, եւ սա է ամբողջ ճշմարտությունը։ Տեր, ասա ինձ քո կամքը, ասա ինձ ինչ ես որոշել։ Տերն ասում է, ուզում ես ասեմ ինչ եմ որոշել, ինձ զորավոր ընթացք եմ որոշել։ Այո, Տեր, ստորագրիր։ Երբ որ կստորագրես, ես նոր կգրեմ իմ կամքը, ո Տեր, շնորհակալ եմ։ Ես գրիչը հանձնում եմ քո ձեռքերի մեջ եւ կուզեմ ձեզ մի քանի օրինակներ բերեմ, սիրելիներս, ճշմարիտ խոսք հաղորդաշարի նպատակը հենց սա է, որ այսպես ազատորեն այս տաղավարից փոխանցեմ ձեզ աստվածային ճշմարտություններ։ Եվ տեսեք, մի քանի օրինակ, Աստծո գրքի մեջ գրված է
իր կամքը մեզ համար։ Մեր գրքի մեջ գրված է մեր կամքը մեզ համար։ Սատանայի գրքի մեջ գրված է իր կործանարար կամքը մեզ համար։ Աստծո գրքում Պողոսի համար գրված էր, տեսեք ինչ էր գրված, առաքյալ 14 գրքերի հեղինակ, հրաշքների իրական մի իսկապես ականատես ու մասնակից, կույրերին տեսնել, խուլերին լսել և մեռածներին հարություն տալ, փառք, զորություն, իշխանություն, եկեղեցիների հիմնադրում, սա Աստծո գրքում էր գրված Սողոսի համար, որը պետք է դառնար Պողոս առաքյալ։ Հիմա տեսեք, Պողոսի համար իր գրքում ինչ էր գրված, ինքը իր համար ինչ էր գրել։ Պողոսը, ճիշտ եմ վերցնում, իր գրքում ինչ էր գրել իր համար։ Գիտեք ինչ էր գրել։ Գաղամելի իրավահաջորդը և նաև իսկապես մի քահանա կամ քահանապետ, մի հոգևորական վերջ, ուրիշ բան չուներ գրված։ Գաղամելի իրավահաջորդ նշանակում է, որ փառք, դիրք, իշխանություն, հրեականություն։ Իսկ սատանան ինչ էր գրել Պողոս առաքյալի համար որպես Սողոս, գրել էր քրիստոնյաների հալածող, եկեղեցու դեմ մաղշնչող ու հավիտենապես դժոխքում դատապարտվող։ Այս 3 տարբերակից Սողոսի կյանքում կատարվեց Աստծո ծրագիրը, որտեղ նա այո ասեց Աստծուն։ Նա ֆիզիկապես կուրացավ, բայց հոգևորապես նրա աչքերը բացվեցին։ Ես ասեմ ձեզ, որ Պողոսը չի էլ աղոթե, որ ինքը տեսնի, բայց ինքը կույր ավելի լավ էր տեսնում, որտեղ երբ որ ինքը կույր էր, տեսավ, որ իսկապես մեկ անձ գալիս է եւ Անանիա անունով մեկ իր վրա ձեռք է դնում եւ իր աչքերը բացվում են։ Ոնց կարող է կույրը տեսնել։ Հոգևորապես տեսողությունը շատ ավելի առաջնային է եւ Պողոսը իր կյանքի գրիչը տվեց Աստծո ձեռքերում եւ դրա համար Աստված նրա կյանքում գրեց մի փառավոր զորավոր մի ընթացք, որից օգտվում ենք մենք։ Հիմա գնամ առաջ։ Աստծո գրվածքը Հովսեփի համար, թագավոր, փրկիչ, սովից հանող։ Աստծո գրքում Հովսեփի համար գրված էր թագավոր, այսինքն փառավոն, փրկիչ, սովից մարդկանց կերակրող։ Հովսեփի կյանքի գրքում Հովսեփը իր գրքում գրել էր իր համար հոր սիրելի եւ խոսք տանող բերող, որպիսի ամենից ավելի առաջնային լինի։ Հովսեփը բավարարված էր այդ իսկապես այդ խայտաբղետ գույներով պատմուճանով եւ իր գրքում գրվել էր. հորս սիրելին լինեմ եւ հորս համար լուր տանեմ ու բերեմ։ Սատանան գրել էր Հովսեփի կյանքում սա. դավաճանել, շնանալ, բանտում, մեռնել ու մոռացվել։ Սա էր իսկապես հակառակորդի իրական ծրագիրը Հովսեփի համար եւ Հովսեփը այս 3-ից կատարվեց իր կյանքում Աստծո գրվածքը։ Հիմա գնամ առաջ, Աստծո գրվածքը Եղիայի համար, Եղիայի կյանքի համար։ Ինչ էր գրված։ Փառքով երկինք, կրակի իրական պաշտպանություն իր շուրջ բոլորը եւ Աստծո մեծ հրաշքները իր միջոցով։ Ինչ էր գրված Եղիան իր ձեռքով ինչ էր գրել իր գրքում, ուշադիր։ Եղիան իր համար իր գրքում գրել էր, ուշադիր եղեք։ Ուրեմն չհասկացված, չընդունված, մեռնեմ, պրծնեմ, մենակ ես եմ մնացել։ Մենակ ես եմ մնացել։ Սա էր իր գրքում գրվածը, հա։ Ուղղակի այսպես չընդունվեցի, չհասկացվեցի, Տեր Աստված, արի թույլ տուր մեռնեմ ու պրծնեմ։ Սատանան գրել էր Եղիայի կյանքի համար. վախենալ, փախչել, Աստծո դեմ ըմբոստանալ եւ այդպես ուղղակի անփառունակ մեռնել։ Աստծո գրքում Մովսեսի համար գրված էր. ամենից զորավոր առաջնորդը, ժողովրդի փրկիչը եւ ազատարարը, առաջին ու վերջին մարդը ծովը ճեղքող, մանանա իջեցնող եւ քանանը ուղեկցող։ Մովսեսը իր համար իր գրքում գրել էր. կազմակերպել Աստծո գործը, մնալ Մադիամի երկրում, երեխաներ ունենալ ու մեռնել։ Կազմակերպել Աստծո գործը, որպեսզի մեկին սպանի, մյուսին փրկի, հետո Մադիամի երկրում ամուսնանա, երեխա ունենա ու մեռնի։ Սատանան գրել էր Մովսեսի համար սա հիասթափություն, փախուստ, ձախողում, թաքնվել ու մեռնել։ Գիտես, բոլորի կյանքում ես այս 3 գրքերը տեսնում եմ, սիրելիս։ Բոլորի կյանքում այս 3 գրքերը եղել են, բայց այս 3 գրքերից կատարվել են այն գիրքը, որը դու ես որոշել։ Գրիչը մեկն է ու քո ձեռքում է, որին էլ որ տաս, քո ձեռքը բռնես, դու քեզ կտանես փակուղի, սատանային տաս, կավիրի, կփչացնի, Աստծուն տաս, կմաքրագրի, կորտնի ու քեզ կառաջնորդի։ Վերջինը ում կլսես եւ ում կտաս քո կյանքի գրիչը։ Տեր Հիսուս, ես իմ կյանքի գրիչը տալիս եմ քո ձեռքերում, բայց խնդրում եմ, թող այն սևագիրը, որը սատանան արել է իմ կյանքում, ջնջիր եւ իրականից ինչպես որ այս թուղթը ես հիմա կցուցադրեմ, այս թուղթը Տեր, ինչպես որ կուզեմ, այսպես ջնջեմ, խնդրում եմ ջնջիր այս իրական սատանայի գրվածքը եւ թող այսպես լինի, որ իր ծրագիրը իմ համար չկատարվի, այլ քո ծրագիրը ինձ համար կատարվի։ Ես ընդունում եմ
եւ դավանում եմ Աստծո խոսքը, որ այստեղ այս գրվածքը իմ կյանքում կատարվի։ Եվ ես կուզեմ օրհնեմ քեզ սիրելիս եւ ասեմ, թող Աստծո համար իսկապես դու լինես մի ընտրված անոթ քո կամքով ու քո որոշումով եւ Աստված էլ քեզ համար լինի Տեր եւ Աստված։ Օրհնում եմ քեզ եւ ասում եմ այս 3 գրքերից մերժիր իրականից սատանայի գրվածքը ուղակի կուզեմ ուշադիր լինես, ուղակի դուրս նետիր, գցիր, սա քեզ պետք չի, գցիր նաև քո տարբերակը, հարուստ լինել, գեղեցիկ լինել, բոլորից հաջողված, գցիր նաև սա էլ քեզ պետք չի, եւ վերջնական ընդունիր Աստծո գրվածքը, սա է փառավորը, սա է կարևորը եւ սա է կատարյալը, Տերը օրհնի քեզ, մարդու կյանքի, ինչ ասեմ, ստրուկտուրան, մարդու կյանքի ծրագիրը, մարդու կյանքի ճիշտ ապրելու այդ ամբողջ սխեման գրված է այստեղ, կարդա Սուրբ Գիրքը եւ Աստծո ծրագիրը հասկացիր քեզ համար, Տերը օրհնի ձեզ, սիրում ենք ձեզ, գնահատում ենք ձեզ եւ ասում ենք Տիրոջ ձեռքը ձեզ վրա, մեկ գրիչ, 3 տարբերակ գրքեր, որը կկատարվի, որը որ որոշես եւ կուզեմ սիրելիներս այս կարևոր խոսքից հետո ուղեկցեմ ձեզ աղոթքի մեջ, եթե դու զգում ես, որ դեռ քո կյանքի գրիչը քո ձեռքում է եւ դու ես գրում քո տարբերակը կամ զգում ես, որ սատանային ես տվել եւ նա սևագրել է, հիմա աղոթքի մեջ հանձնիր քո կյանքի գրիչը Հիսուսի ձեռքերի մեջ, թող նա գրի, նրանից լավ չես գտնի մեկին, որ կգրի, օ Հիսուս, աղոթք կար ինձ հետ, սիրելի Հիսուս, խնդրում եմ քեզ, ընդունիր իրական իմ զղջումն ու ապաշխարությունը եւ այսօր որպես քո ստեղծագործությունը, քո զավակը, կյանքի գրիչը վերադարձնում եմ քո ձեռքերի մեջ, Հայր, եւ սա ճշմարտություն է։ Խնդրում եմ ների ինձ, որ միջև այսօր ապրել եմ իմ խելքով, գաղափարով, իմ եսով եւ էգոյով, կամ էլ ապրել եմ սատանայի սցենարով, ծրագրով։ Այսօրվանից կյանքի գրիչը տալիս եմ քո ձեռքերում, Տեր։ Գրիր օրհնություն, գրիր հաղթություն, գրիր անգամ փորձություն ու դժվարություն, բայց ամենակարևորը ինձ հետ եղիր, Հիսուս։ Ես խնդրում եմ ներես իմ բոլոր մեղքերը եւ ինձ տաս հնարավորություն ապրելու քո ծրագրով, որը օրհնյալ է, բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Հիսուսի անունով, ամեն։ Աստված օրհնի ձեզ, ճշմարիտ խոսք հաղորդաշարը օրհնում է ձեզ ու ձեր կյանքը, ամեն։